Կարեն Ճշմարիտյանը շատ է ցավում Կիևի համար, ափսոս է այդ քաղաքը, երկրորդ Վիեննան են նրա համար։ Վիեննայից էլ սիրուն քաղաք է։ Պատգամավորն այսօր դժվարանում է ասել, թե ինչ է կատարվում այնտեղ, կարդում է եւ ռուսական եւ արևմտյան լրատվամիջոցների հաղորդումները Մայդանի մասին, բոլոր դեպքերում նրան դուր չեն գալիս արմատական ընդդիմադիրների վայրագությունները։ Եթե դու վերցնում ես արմիությունների շենքը, վառում ես, կամ Կիևի կենտրոնը հրդեհում ես, սա չինովնիկի դեմ պայքար չի։ Ուկրաինայի դեպքերը մարտի 1-ի հետ համեմատել հանրապետական պատգամավորի կարծիքով ճիշտ չէ եւ ապագայում էլ պարոն Ճշմարիտյանն չի տեսնում, որ մեր մոտ ընդդիմություն իշխանություն հակամարտությունը կդառնա նույնքան անկառավարելի։ Դուք հավատում եք, որ Հայաստանում, որը որ գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, որևէ մեկը իրեն, նույնիսկ սովորական քաղաքացի այդպիսի բան իրեն թույլ չի տա։ Էլ չեմ խոսում իշխանության լծակների մասին։ Աստված չանի, որ Հայաստանում նման իրավիճակ լինի, ասում է հանրապետական մեկ այլ պատգամավոր, մենք մտածող մարդիկ ենք եւ Կիևի արյունայողությունն էլ մարտի 1-ի նման չէ։ Դեռ հարց է, այստեղ ժողովրդի վրա կրակել են թե ոչ։ Ով է կրակել մեր ժողովրդի վրա կաներենք։ Մեր իսկ ով է կրակել։ Ըստ հանրապետական պատգամավորի ցանկացած լարում կարող է հանգեցնել բախումների, իսկ այդպիսի դեպքերում մի տեղ պատից կախված հրացան կա։ Այդ բախումների ընթացքում որևէ մեկը չի կարող ասել, թե պատից կախված ինքնաձիգը չի կրակի։